Հավանաբար լավագույն հասարակության համակարգը հիերարխիան կլիներ։ Վերից վար այն բուրգը, որտեղ անհատների տեղը եւ դերը կորոշվեր ազնվության, արդարության եւ անհատի գիտակցության աստիճանով, կամ գուցե հոգեոր գիտակցության աստիճանով։ Սակայն նման չափանիշներով հասարակական աստիճանակարգ ունենալը երազանք է։ Վերջերս Տավուշի Բերդ քաղաք գնալու ճանապարհին կյանքը ինձ նստեցրեց մի պապիկի կողքին։ Նա պատմեց իր անցյալը առանց մեծ խոսքերի, պարզապես հիշելով։ Խոսեց կորուստների մասին առանց բողոքելու, պատմեց իր գյուղը առանց պարծենալու։ Ես մտածում էի գնում եմ քաղաք, բայց իրականում գնում էի հանդիպման մի մարդու հետ, ում ապրումները իմը չեղան, բայց դարձան հասկանալի։ Երբեմն կյանքի լավագույն զրույցները տեղի ունենում հին ավտոբուսում, երբ դու պատրաստ ես ուղղակի լսել։ Քույն մարդիկ են։ Ալավի երկասով։ Բայց դրանք Դե չէ նշկատել մեր ասում համազազի տղին չրանց մեզ տղին չրանում սամ չէ իմ մոտի Երևանի հոյա կապտակե քելնել է։ հա լավ մի հատ դեռ դեժստարի կստվել է։ մի հատ չպեչ մի կտոր հատ երել մարդավարի։ Է պատամներից մի հատ պարքել կա։ Պարքերն էլ ամահասը շուտ ամահասը։ Նելավակյան մեր իշքան։ Ես քաղաքից եք, Բերդից եք։ Բերդից է, բախը բերդից։ Դեն չդարքիր տեղեր կա որ կարելի է գնալ։ Ինչ։ Ինչ հետարքիր տեղեր կա որ արժի գնալ Բերդում։ Արախներ, քալակներ, բնությունն էլ բնություն։ Հա։ Ես սապը բնության մի մարդ է։ Ռուսաստան միշտ իսկանչել են։ Ես դեռ մեխանիկել եմ աշխատել։ Ավարտել եմ։ Բայց դուրս չի եկել։ Բայց ես վերջերս կանչում քենում եմ, աշխատանք չկա, հազարության ամոթը քենում, դե որ կավեք ինչ արեմ։ Դե հա։ Որտեղից եք դու։ Ես Երևան եմ ապրում, Վանաձորից եմ։ Տենց ուղղակի եկել եմ ես ֆռամ ես Տավուշ։ Հա, դուրս ես եկել։ Արի ախտերտանը նշաստամյակ։ Մեր բնությունը մշակույթը նշաստու, բալի մարդը փողեր գեն ախտերա։ Մեր մշակույթը կործանվել է։ Մի հատ հավոր ապանո։ Գիտուն ավարտած, համասարան ավարտած։ Ասма պապա մեր վեր մշակույթը վերացած այ մեղավոր է։ Դե վերից պետք է մշակույթը։ Այ հիմա դու կա մենակ միտեղ նշաստա։ Բարի քնո Ետ որտեղ նշաստա։ Սորանը։ Հա։ Դե որ սորանը նշաստա մդանդեն էլ արդեն քշարնակել է աջեզորա գրգիա դորական շատ։ Մենակ բնության մեջ է ցլիկաբրամի բերթենալ է։ Որտեղ է սորոնը վտալի վացակեն։ Անջանինի կասի։ Եթե խափեմ շանտալ եմ, տանեմ վեճել, են դոլեն ծյուրամնել իրազ մի հատ։ Հա բատար է։ Հին բանկ։ Չէ ոչ մի մարդ է մանգալի։ Բոտոզանագրվել է։ Այ ձայնագրում մոտի կարահալա։ Լետես։ Հակասի շիշ չտաշա։ Արայցը կփուրչի մարդ է, կփուրչի մահավոր։ Կապչունի, արի տան է, մեր մշակույթը նշաստու է, ես կրթություն չունեմ։ Այ մի գրականը սկսի։ Գրականը սկսի։ Ես կփույի տան է։ Բայց տան է, բախտը, այ դե մշակույթը շաստա որտեղ անտրանգի չէ։ Գործերել են աղբեր, մեր էդիչա ցելիկարվամին էլ են վերացրել, գիտած մեր տատու պապին էլ են վերացրել, Արցախը, բերցը տվին Արցախին, Արցախը տվին Թուրքերին, դու չաղբ է։ Դու գին մեզ բերցը որնալ է, ուտիկյան գելարաշորնալ է։ Դու պրոցեսը մեր է, սվերել էր բաշը։ Սովար նոր լավ սովար է։ Արցախը մերնալ է, ուտիկն էլ է բերթը, ես ուտիկը մեր բերթն է էլի, բերթը, այ չիկավան բերթը պոշվել է ուտիկ։ Դու գիտած Ղազախովանս է, մեր պրիստավը, տիկ բանը Լևան բեկը, բանը քուրը, քրիցը դեսել էլա Հայաստան։ Ոչ թե Հայաստան Լերևան մերել է, բայց են վաղտի դեսը կոշուլ է, բայց ուր է։ Դե մի շատ քիչ մասն։ Բասպես քելոն մշակույթ, մի ախպեր չելանք Վանաձորներ, Վանաձորից իրասի։ Հա դե եմ ծնվել մեծացել, բայց Երևան եմ ապրում։ Այ Երևանը հասկացա, Երևանը տուրիստ ես ասել Երևան, տելեպապ։ Դե Երևան նշտական է իմ ապրում։ Բայց դու չլավ մի քոլի ծառտակին։ Մի սոկոն չուտես ուտես, միացուկը չուտես։ Բատ արչի խեղտես ուտես։ Հա, չէ։ Այ մեր քոլեկի արչես կբարեկամանաս կտնա սով է։ Չէ դամես։ Կոմոտում չէ։ Դորա մորչի փոխ դորա։ Իսկական է։ Օ։ Դիքնա դեր։ Արչը մորտուսը չի բրտի, եթե դու քացոտաս։ Իրական կա։
Գալիս եմ մազերը լպստում չէ։ Գիտում ես իրաք է քթում։ Աշերի։ Ավատը չես տվել արա։ Օթը մքնսրիչ։ Բիպանը 100 տոկոս։ Նկարը մշակտա։ Քանիսի ցույց էլ ասում ապեր։ Մեր եկա ժողովրդին բխծրել է, մեր այս կառավարությունը։ Թուրքի գալիս է թուրքիա փախ է։ Ցույց են ասում ապեր, մեր բնությունը հայ ազգը խանատա։ Արչը իրոք եմ ասում, մարդու չի կպչը։ Սիզոն կասեմ գիտա սիզոն է վերդա։ Սիդրուգի վաղթը չի կնի գրաշկյա պրծով եմ նաստրելի լավա։ Բայց իմը ճապն է դումուշով նաշակով բացում։ Իջի վան միադար մարդաց բանել արջը։ Ինչ? Իջի վան վար Լուսազված չէ։ Այ ինչ որ էլ կլի դեր վերսիզոն, ինչի ա ճագնգ է։ Սեդրուկ յակասել, իշի յակասել։ Բայց սիդրուգ յակասել, վերսի ճագնգ է դել։ Աղա մարդալելի է։ Կրասազոր։ Զարվեցի։ Հադե շուտ չմոնտեք։ Ես ասեմ արջը կենա ապե պնից հանի, շիկալոմի է թե կացի չտա։ Արջեն մեր մարդել, իստանում է հիքարու բետի վրա բղակյոր ատալի հերան։ Հերում է մարդու կացի ատալ տարը ուտրում է պայցալի է, հոտից։ Ընգերաղաքը, դու ես եմ ասում, սիդրուկ է կաց չտաս, պաղջես ետ դետլի, պաղջին նախվե։ Պապոզիկ կալիս է, չի տանում, խտում պաչում նկարվում հետը չի նարում։ Աջակա սերպի։ Ես կես կապատու կես։ Կալիս ես է։ Հա, բավոն։ Էկոստանի մարդ կողքին նկարում ես, այ ես մարդ։ Արշեն։ Ու ինտերվյու է կտավարի մեր կվերդի կնեղալ ավետ, սուտ Է պերտի արշեր է, թե վապշը Հայաստանում է։ Հայաստան արջենի պերցենել, ու վեսի պիրչին է։ Ես ոդայքի կրայսը ծիվի կինդ եմ ծառալապ է, իմ արջենի կողքի բամ, սուրկում է։ Մի հատ արջի վրա նստած, մի հատ մալդավանի նստած է կենի, ասի ծարպ մեր խապեց է բեզարած է, մի հատ ուսի տարել ես կատեղ, ասի ծարը։ Դե հայերը չվախի դրա, սովետյական վախի դեր կիս, են շտրան բատեի վախի։ Բարապեր եկան մի տողում են չաստ եմ կենը, տեսամ նաշտ եկան կաշվերի կունում։ Ես հետ դրա վրա նստած է, այ ես մուսերն է, այ տաշտը մտիկարով է, հետ կվես կերտ արամ գիտացի, իրը կխանի արջա, էլի ապ։ Ես ու տեր սարր ենք, են տաշտը կինասել, ես հետ կիչուրը սարած կենում է։ Ամի չիշ է ծարա, մետրում կամպանի չիներ, հետ ինձ այդ տղա։ Դա համի 40 մետր չասիս է, հետ ու դա Չինաստանի պատրազմով նույն տարելա, վերիմ բայում է, ասում չեն թե պապը վերդազը, չնոսով պատրավիկ եմ դեր պատրազմ։ Հերոսը կոշում էլ ման, վախտին չէ։ Ինչ ակը է խապտում, բայց այ տանում է մշակությունը շաստա, որս արևոն է։ Եթե գիտա միջին իժվը մի կյոր կա, դա խարակ է։ Իչ մեպի չապ է, ես Ռուսաստանում չեմ, գոնե չեն։ Ենքան բանքեր կա, կորաչ, ճելորակ, մելորակ։ Կարասակ է, գոնե մի քարտ է։ Գոնե մոմ վարս էլ ապը, ջուրը խմես։ Շալ է տալի, ես կարտոշկի Այրով բերքենան կոդը, դյոլ չնասած գիրես։ Հալա ծրկյալի չես կոդություն են։ Արնացի Մխիթարքոր, օրենքի ծնունդը։ Իրականում, երբ առաջին անգամ լսում ենք Մխիթար Գոշյանովը, անմիջապես մտածում ենք առաքելի մասին։ Փոքրիկ, պարզ, բայց խորիմաստ, պատմություններ, որոնք դարերով սովորեցրել են, թե ինչն է ճիշտ, ինչ է սխալ, բայց սա միայն պատմության մակերեսն է։ Մխիթար Գոշը շատ ավելին էր, քան արակագիր։ 12-րդ դարում նա կատարեց մի բան, որը իր ժամանակի համար ֆենոմենալ էր։ Դրեց հայկական արդարադատության հիմքը։ Բերեց մի օրենքների հավաքածու, որը դարձավ մեր պետական իրավունքի կորիզը։ Դատաստանագիրքը ստեղծված այս բանկի լրության մեջ։ Հաճախ մոռացվում է մի կարևոր բան։ Գոշը երկար տարիներ ապրել էր Գանձակում, մուսուլմանական օրենքների միջավայրում, եւ հենց այնտեղ հասկացավ, մենք պետք է ունենանք մեր սեփական օրենքները, մեր սեփական գաղափարները, որպես հայ մարդը չկորչի ուրիշի օրենքների մեջ։ Դատաստանագիրքը ոչ թե ինչ-որ թագավորի պատվերով էր գրված,
Այն ծնվել էր կյանքի փորձից, տեսած անարդարության եւ խորը մտորումներից։ Եվ եթե համեմատենք Եվրոպայի միջնադարյան մտածողների հետ, Գոշը մի քանի դար առաջ էր։ Հայկական միտքը այդ ժամանակ իսկապես առաջադեմ էր։ Ու պատահական չէր, որ Կիլիկյան Հայաստանը հենց նրա դաստանակիրքը վերցրեց որպես պետական օրենսդրություն, դա օրենք չէ միայն, դա պետության ողնաշարն էր։ 16-րդ դարում Լեհաստանի թագավոր Սիմոնդ առաջինը նույն դաստանակիրքը ներառեց հայ գաղութանի իրավական կյանքում։ Այնուհետև 18-րդ դարում Վախթանգ թագավորը այն ներառեց վրացական օրենքների մեջ, օրենքներ, որոնք գործեցին անգամ այն ժամանակ, երբ Վրաստանը արդեն մտնում էր ռուսական կաթոլիկոսության կազմի մեջ։ Ինչ էր գրել Գոշը։ Դաստանակիրքը մահկացած էր երկու մեծինքից՝ հոգևոր եւ իրավական։ Մեղքը դիտարկում էր երկու կողմերից եւ յուրաքանչյուրի համար կար իր պատիժը։ Գոշն իր օրինակարգում էր ամեն ինչ, պետական կառավարումից մինչև ամենօրյա ընտանեկան հարաբերություններ։ Եվ հենց այստեղ ամենահետաքրքիր պահը Մեխիդար Գոշը 12-րդ դարում առաջին անգամ խոսեց կանանց իրավունքների մասին։ Եթե ամուսնությունը քանդվում էր, համատեղ գույքը բաժանվում էր հավասար։ Եթե տղամարդը ծեծում էր կնոջը, դատարանի պատիժ էր ստանում։ Այո, ընտանիքում տան գլուխը համարվում էր տղամարդը, բայց դա չէր նշանակում, որ կանանց իրավունքները անտեսված էին։ Օրենքը հստակ պաշտպանում էր նրանց։ Ազդեցության խորը շերտը։ Այս օրենքները այնքան կատարյալ էին իրենց ժամանակի համար, որ դարերով մնացին որպես պետական հիմք։ Գոշը ստեղծեց մի համակարգ, որի վրա նստած էր մեր ամբողջ իրավական մշակույթը։ Հայոց իրավունքը շատ ավելի խորը արմատներ ունի, քան մենք հաճախ պատկերացնում ենք։ Այժմ դուք Դիլիջանում ուզում եմ մի փոքր սուրճ խմել, այդ նպատակով կմտնեմ այդ փոքրիկ դիլիջանյան կոլորիտներում տարբերվող սրճարան, մի քիչ կհանգստանամ, սուրճ կխմեմ ու կշարունակեմ իմ ճանապարհը, տեսնենք ինչով այն յուրահատուկ։ Ու անպակաս շունիկները մեր ֆիլմի։ Հաբերում խմում փնտրում եմ քեզ իմ այսյան բզեզ զունքերդ շատ հաստ դեմքդ պարզ խճճվել եմ ու լրվել եմ խուճուճներիդ մեջ խառնել եմ ես սաղ հոլի մուրմուր հոլի մուրմուր հոլի մուրմուր հոլի մուրմուր ես փորձում եմ նկատվել ոչ մի բան չկորցնելու Ոնց լավ ես ինչ կա հետ շետվիսի ստանդարտ հարթեր Հորտական դիլիջանյան արաշավներից մեկում հանդիպեցի ճամփորդի տնակ սրճարանում Լովի հետ Քսանցայի պատմեք ինչպես էր սրճարանի գաղափարը որտեղից է սկսել Սրճարանի գաղափարը մտքում սա եղել հիմնականում 2016 թվականից աշխատել եմ սրճարանային ոլորտում ու ինձ մոտ կար մի գաղափար, որ ստեղծել սեփական փոքր սրճարան, որտեղ կգային մարդիկ, համով առողջ կսնվեին, հետագայում ստացվեց այնպես, որ 2020 թվականից սկսեցի զբաղվել ավելի պրոֆեսիոնալ սպորտային տուրիզմով, զբոսաշրջությամբ ու նաև տուրեր էի իրականացնում Դիլիջանում, որից հետո, երբ որ եկավ այն գաղափարը 2022-ին ունեի գաղափար ստեղծել բիզնես, շահեցի
Գրանտը ներկայացնելը, բիզնես գաղափար ներկայացնելու ժամանակ եղավ sense հարց, որ ինչ բացել այս գրանտով սրճարան թե տուրիստական։ Երկու հարցերը ես փորձեցի գտնել ճիշտ լուծում ու ունենալ ոսկե միջինը առաջին հայկական դիլիջանյան հայկական տուրիստական սրճարանն է, որը իր կոնցեպտով լինելու էր եւ տուրիստական եւ սրճարան, որտեղ ինչպես ունենք sense մի փոքր մի քանի կարգախոս, բոլոր ճանապարհները անցնում են ճամփորդի տնակով, չեն տանում հռոմ, այլ անցնում են մեր մոտով, դե որ կգնան չգիտենք, սա վայր է, որտեղ հանդիպում են զբոսաշրջիկները։ Փորձել ենք միացնել հարաբերությունները ջերմացնել զբոսաշրջիկների եւ տեղացիների հարաբերությունները ջերմացնել ու բավականին շատ լավ է ընթացել, ինչպես նաեւ արտաքին սրճարանի տեսքը փորձել ենք ստեղծել փոքրիկ հյուղակ սրճարան, որը ունենալու ավելի շատ ազգային տեսք, մենք սրճարանի միջոցով կարողանալու ենք փոքր մշակութային արժեքներ փոխանցել զբոսաշրջիկներին, քանի որ իրենք գալիս են Հայաստան այդ ամենը տեսնելու։ Իսկ մարդիկ ծանոթանալ դրանց տուրիստները հետաքրքրվում են, այս հայկական մշակույթը ինչքան ողջ։ Տուրիստները այսպես ասեմ, որպես նաև զբոսաշրջիկ այցելելով այլ երկիր, բոլոր զբոսաշրջիկներին հետաքրքիր է այդտեղ ապրող մարդկանց մշակույթը, կենցաղը, բարքերը ու այդ ամեն ինչը փորձել ենք միացնել ու տանք այն բոլոր հետաքրքրող հարցերի պատասխաններ, որ պետք է զբոսաշրջիկներին։ Իմ ֆիլմի շրջանակներում ես փորձում եմ ներկայացնել տարբեր մարզերի հենց կոլորիտային այդպիսի վայրերը ու հենց այս սրճարանը ընտրեցի հենց այդ նպատակով իր կոլորիտային, իր դիլիջանյան մշակույթը ներկայացնող իր գաղափարով ու իր հենց հետաքրքրությունը ինձ համար հենց գալիս է այս գորգի տենց իր հատվածը, քանի որ ֆիլմում տենց Բերդ քաղաքում ինձ հանդիպեցին մարդիկ, ովքեր որ պատմում են, որ հենց պատմություն ունի, հենց գորգագործությամբ զբաղվել են մեր Տավուշի տարածաշրջանում։ Մեծ գորգագործություն է ունեցել Տավուշում ու այդ գորգագործության մշակույթը նաև շատ է աճել սովետական տարիներին Իջևան քաղաքում եղել է մեծ գորգագործարան, որտեղ արտադրվել են տարբեր գործեր, բայց սա իհարկե ձեռքի աշխատանք է, գորգի անունը Նումեա, այդ ի պատիվ ինքնին պատմություն ունի 100 տարվա մոտավոր, ավելի շատ Սյունիքի, քանի որ ինքը տեղափոխվել է այստեղ Եղեգնաձորից, եթե չեմ սխալվում, Եղեգնաձորից տեղափոխվել է Վանաձոր, Վարդենիսից, Վարդենիսից տեղափոխվել է Վանաձոր, մոտ 100 տարվա պատմություն ունի, իսկ Վարդենիսի առաջվա տերը տիրոջ անունը Նումե է եղել, իսկ ովքեր որ վերցրել են անունը դրել են գորգի Նումե։ Ինքը նախշերը Սյունիքի, Արցախի նախշերն են բնորոշում։ Իրենց հայկական գորգերը իրենց առանձնահատկությունը ունենում են, վիշապագորգեր։ Վիշապագորգերը ես բանում եմ եղել, Դիլիջանի պատմության թանգարանում եմ այնտեղ կար ներկայացված հայկական գորգեր։ Շատ հետաքրքիր է նաև Սերիկ Դավթյանի աշխատանքները, որը հենց Դիլիջանի երկրագիտական թանգարանի հիմնադիրներից է։ Ես վերջերս լսեցի, որ հետաքրքիր գիրքեր են պատրաստել իր համար։ Չի հանդիպել շնորհացի։ Ասեղնագործության, գորգագործության մեծ մասնագետ է եղել Սերիկ Դավթյանը։ Ուսումնասիրել անպայման։ Իսկ ինչ որ հատուկ խոհանոց, ինչ որ տենց հատուկ յուրահատուկ ինչ որ բաներ ունեք ձեր։ Հա, յուրահատուկ շատ բաներ ունենք։ Խոհանոցը սկսենք բառից, բառում 18 տեսակի կոլումբիական սուրճեր, ինչպես նաև իմ կողմից սարերից հավաքված խոտաբույսերն են, որոնք մեծամասնությունն է կազմում ու զբոսաշրջիկներին նաև դա է գրավում։ Փորձեցինք վաճառել որպես թեյ տարբերակով այդ խոտաբույսերը, հետագայում խմելով թեյերը զբոսաշրջիկները ուզում են իրենց հետ տանել արտերկիր ու ստեղծեցինք նաև մի փոքր բրենդ, որ անվանեցինք Arm Tea, որ իրենց հիշեցնի այդ խոտաբույսը իրեն գնել են Հայաստանից, շտապ նաև քանի որ սեզոնայնության պատճառով այս բայց սպառվել է բոլոր տեսականի, նոր սեզոնին կհավաքենք ու կունենանք։
Խոհանոցներ փորձում ենք վերհանել հին ազգային գերակրատեսակները, այնտեղ մենակ դրանցից բնորոշ է կոնչոլը, որը ինքը միայն Տավուշի լորվա մարզին է բնորոշ, ինքը հացից պատրաստած ապուր է։ Հացով։ Նույնիսկ ծանոթ չէր, ու տարբեր խոհանոցներ ուսումնասիրել եմ, փորձել եմ տարբեր տեսակներ, բայց կոնկրետ այս անցանոթ էր։ Կոնչոլը հենց Տավուշին է բնորոշ, ու ինքը շատ հետաքրքիր է, ապուր է հացից։ Ավելի sense որ նայում եք ավելի հայկական է հացը բանջարեղենային ապուր է, չէ, իր մեջ գնում է ջուր, հաց, կանաչի եւ ձու։ Ուրիշ ոչ մի բան։ Հաջորդ անգամ որ գամ փորձեմ անպայման։ Ինչ որ էլի յուրահատուկ բաներ կան խոհանոցային։ Յուրահատուկ շատ բաներ ունենք, ինչպես նշեցի, բայց ունենք նաեւ բաներ, որոնք փոխարինում ենք եվրոպական հայտնի կերակրատեսակները դարձնում ենք ավելի հայկական կամ հակառակը։ Հայկականը ավելի եվրոպական։ Հիմնական միքսեր ենք իրական խոհանոցների, այստեղից օրինակ պիցաները, որը իտալական հայտնի պիցաներն են, մենք պատրաստում ենք մեր հայկական փռի մեջ։ Ունենք պաստաները, բայց այդ պաստաները պատրաստված են իտալական տեխնոլոգիաներով, բայց Հայաստանում էլի հայկական հումքից նմանատիպ այլ կերակրատեսակներ են սպահին երկուսը հիշեցի։ Ճիշտ է, մինչև նկարում սկսել ես ներկայացրեցիր ցուցավաճառքը, բայց կուզենայի մի հատ էլ ներկայացնեիր համառոտ կերպով։ Հա, ասեմ, որ ճամփորդի տնակը ինքը ոչ միայն սրճարանը, անվանում են դրել ենք Travelers Hut Cafe and More, կաֆե եւ ավելին, քանի որ այստեղ ունենք արշավային պարագաներ, որոնք տալիս են վարձակալությամբ, եւ հուշանվերները, որը տեղի ձեռնեցների աշխատանքներն են, այստեղ ունենք postcard-ներ, նկարներ, երեխաների ձեռքի աշխատանքներ, բրոշներ, նկարներ, որոնք ամբողջությամբ տեղացիների աշխատանքներն են ու խթանում են նրանց վաճառքին։ Վարև Մաքսի, որը տեսած։ Очень приятно. Можно? Маргарита, Ինչ էր անկարում ես սրճարանի զարգացումը։ Սրճարանի զարգացումը հիմնականում ինքը իր ձևը չկարա շատ մեծ սրճարան, ռեստորան, կարող է հնարավորություն հետագայում դառնալ ինքը ռեստորան, բայց սրճարան, որը լինի շատ մեծ, կկործնի իր այս կոլորիտային բնույթը։ Հա, եթե նայենք օրինակ տարածքներում մատուկ ռեստորանները իրենք կարող են ներկայացնել հայկական խոհանոց, բայց այլ ստանդարտների մեջ են։ Մենք միշտ փորձում ենք ստանդարտներից դուրս բաներ անել։ Բարդ բայց ավելի հետաքրքիր է։ Հայկական կերակուրներ, որ շատերը բաներ շատ տեղերում նման վերնշված ռեստորաններ այն հիմնական տենց շաուրմա, քյաբաբ, խորովածման էսպիտ բաներ տալիս, մենք շաուրմայի փոխարեն մտցրել ենք բրդուճը։ Ուղղակի հայկական պարսը բրդուճ։ Հայկական պարս բրդուճ, որը նաև այնտեղ տարբեր տեսականի մսով, առանց մսի եւ այլն, սակայն ունեցել ենք այն ինչ որ էլի բնորոշ է հայկականի, ոչ թե տենց շաուրմա առհատակրտած միսը ինչ-որ։ Իսկ ձեր տուրիստները որ գալիս են հետաքրքրվում են թե որտեղ աճի գնալ Տավուշի մարզում, ինչ դերերեք հիմնականում առաջարկում։ Տավուշի մարզում նախ ունենք քարտեզ, որ առաջարկում ենք զբոսաշրջիկներին։ Հայտեր ինձ նվիրեցիք, ես անպայման կպահեմ։ Եռալեզու քարտեզ է ու ինքը ամբողջությամբ ներկայացնում Դիլիջանը։ Ներկայացնում ենք Դիլիջանում բոլոր տեսարժան վայրերը, որտեղ կարող են գնալ, կախված նաև զբոսաշրջիկի ցանկություններից, ինքը ուզում է մշակութային վայր, թե ավելի արշավային, քայլարշավային, լեռնային բնության ավելի մոտ վայրեր։ Այդ դեպքում էլի գալիս է ճամփորդի տնակի մյուս ուղղությունը, որը քայլարշավներ, տուրիզմն է ինքը ընդգրկում։ Դուք եք հենց իրականացնում։ Զբոսավարներից մեկը ես եմ ու զբոսաշրջիկների հետ հիմնական քայլում ենք տարբեր արահետներով, ինչպես նաև պատմամշակութային վայրեր ենք այցելում։
Շուտով սեզոնը սկսում է։ Հա, սպասված շավակալերի ամենասպասված սեզոնը ապրիլից հետո, երբ որ սկսում է ամեն ինչ գեղեցիկ ծաղկել, համ զբոսաշրջիկների։ Դեսօրինակ քայլում էին, ֆիլմում են, մի քիչ ավելի գույնային է, մի քիչ լրիվ ուրիշ են, տերևաթափ վիճակներ, որ նոր պետք է բացվի, հա, որ նոր պիտի կարոնը բացվի։ Իսկ դեմա հաջորդ կադրերներ կունենանք ֆիլմում, մյուս հատվածներ, որ արդեն գարնանային կանաչպես անել։ Ավելի Ստեղ ամենասիրանը հենց կարնանային ամենաշնան են, որ նոր տերևաթափ։ Դիլիջանյան աշունը ինքը ամենահրաշք բաներից մեկն է, բայց գարունները շատ։ Էրիկա, բավականին խոսացի։ Շատ շնորհակալ եմ։ Ոչ մի խնդիր։ Համարտանության համագործակցության համար։ Չկա, այս այն կյանքն է, որով ես ապրում եմ ու փորձեցի կիսվել։ Շնորհակալ։ Կամաց, 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 ոտքերն հողին, եկավ գնաց, գունատեղին, ձերքը շարժեց մեկ բար, ոտքը խփեց, մերել, առաջ եկավ դժվար, ձերքը շարժեց մեկ բար, մեկ վեր, ահա թեքվեց, կընկնի, բայց չենայի, շուրթը Քին կարծես տելեկված շենք հա, վերևում, այ եթե հավես անեմ, կբարձրանամ ու նկարներ հետարքիչ կանեմ այդ քանդաշենքում, եթե գտնեմ ճանապարհը։
Նա դարձել է պատմություն, բայց նրա թողած հսկայական ժառանգությունը մինչ օրս շարունակում է օգնել բազմաթիվ մարդկանց։ Այսօր ուզում եմ ձեր ուշադրությանը ներկայացնել 20-րդ դարի միստիկ փիլիսոփա երաժիշտ Գյորգի Գյուրջիևին։ Գյորգի Գյուրջիևը ծնվել է Ալեքսանդրիապոլում, այժմյան Գյումրիում, ծննդյան հստակ տարի մինչ օրս հայտնի չէ։ Օժտված լինելով արտակարգ ընդունակություններով դեռևս վաղ տարիքում Գյուրջիևը ստացել է հոգևոր և բժշկական կրթություն։ Հետաքրքրված լինելով գերբնական երևույթներով, Գյուրջիևը թողնում է ակադեմիական ուսումնասիրությունը և փորձում է փնտրել իր առջև ծառացած էական հարցերի պատասխանները, խորանալով հինավուրց ավանդույթների ու էության մեջ։ Այդ որոնումները առիթ հանդիսացան գրեթե 20 տարվա ճանապարհորդության դեպի Միջին Արևելք, ավելի ուշ Կենտրոնական Ասիա, Հնդկաստան և Հյուսիսային Աֆրիկա։ Գյուրջիևը ուսումնասիրել է տարբեր հոգևոր ավանդույթներ՝ սուֆիզմ, տիբետյան բուդդիզմ, արևելյան քրիստոնեություն, ինչպես նաև ժողովրդական բանահյուսություններ։ Իր որոնումներից հետո վերադառնում է Արևմուտք և սկսում է դասավանդել այնպիսի մարդկանց, ովքեր նպատակ ունեին, ինչպես ինքն է համարում, կերպարել իրենց սեփական անձը հարմոնիկ զարգացման մեթոդաբանությամբ։ 1917 թվականին Գյուրջիևը, ով արդեն հասցրել էր ստեղծել լիարժեք ուսմունք, Մոսկվայում և Պետերբուրգում կարդում էր առաջին դասախոսությունը, իր շուրջ հավաքելով բազմաթիվ աշակերտների։ Այս շրջանից սկսած նրա կենսագրությունը ավելի հստակ է։ Չնայած բոլոր դժվարությունների, Գյուրջիևը շարունակում է աշխատել նաև բոլշևիկյան հեղափոխության տարիներին, իր հետևորդների հետ ճանապարհորդում է դեպի Կովկաս, Կոստանդնուպոլիս և վերջապես հասնում է Ֆրանսիա, ստեղծելով մարդու ներդաշնակ զարգացման ինստիտուտը։ Գյուրջիևը միանգամից մեծ ճանաչում է ստանում, նրա մոտ մարդկանց մեծ հերթեր են գոյանում ողջ Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նույնիսկ առաջատար շատ նկարիչներ և մտածողներ գալիս են ծանոթանալու Գյուրջիևի հետ և ի վերջո մնում որպես աշխատեն նրա կողքին։ Նրա ինստիտուտում արժանապունքները մեծ մասամբ բաղկացած էին աշխատանքից և պարերից։ Գյուրջիևը բալետի համար հատուկ պարային վարժաձևեր մշակեց, որոնց շնորհիվ կատարողները միստիկ շարժումների հատուկ հոգեվիճակի էին հասնում։ Բնականաբար, հոգևորականները և ոչ միայն նրանք Գյուրջիևին մեղադրեցին սատանիզմի և կախարդության մեջ։ Ոմանք նրան համարում էին սև, ոմանք էլ սպիտակ մոգության վարպետներ, սակայն որքան հարվածում էին նրան, այնքան ավելի էր աճում նրա որպես միստիկ փիլիսոփայի հեղինակությունը։ 1920-ականներին Գյուրջիևը համագործակցում է հայտնի կոմպոզիտոր Թոմաս Դը Հարտմանի հետ։ Հենց այդ համագործակցության արդյունքում ծնվում են ստեղծագործություններ, որոնք լավագույնս են արտահայտում Գյուրջիևի միստիկ և առեղծվածային հրաշխարհը։ Հնագույն ավանդույթների, երաժշտության և պարերը Գյուրջիևի ուսմունքից և դասավանդման անբաժանելի մասն էին կազմում։ Նա երաժշտությունը բաժանում էր երկու տեսակի՝ սուբյեկտիվ և օբյեկտիվ։ Կոմպոզիտորի անհատական ստեղծագործությունը ստեղծում է երաժշտական սուբյեկտիվ վիճակ, որը ազդում է յուրաքանչյուր լսողի վրա։ Համաձայն նրա ինքնության և լսելու ժամանակ օգտվող վիճակի, իսկ օբյեկտիվ երաժշտությունը իրենից պահանջում էր տիեզերքի օրենքների գիտելիքներ, այն բոլորի վրա ազդում էր հավասարապես։ Այս երաժշտությունը ոչ միայն ազդեցություն է ունենում զգայարանների վրա, այլ նաև բերում է ներքին հարմոնիայի մարդուն մոտեցնելով տիեզերքի և աշխարհաստեղծմանը։ Գյուրջիևը և Հարտմանը միասին ստեղծում էին երաժշտական կոմպոզիցիաներ, որոնք նրանք կոչում էին շարժումների և սուր պարերի երաժշտություն։ Պահպանվել են նրանց 1940-ականների արված ձայնագրությունները։ Մասնագետները դրանց մեջ գտնում են դերվիշական, քրդական, պարսկական և ասորական պարային մեղեդիներ, ինչպես նաև ուղղափառ և արևելյան քրիստոնեության օրհներգների մեղեդիներ։ Մոգերի պայքար բալետը Գյուրջիևի և Հարտմանի ամենամեծ երաժշտական աշխատանքն է։ 1924 թվականին Ամերիկյան Միացյալ Նահանգներում կայանում է բալետի պրեմիերան։ Ամերիկացի հանդիսատեսը մեծ հետաքրքրությամբ ցուցաբերում այդ աշխատանքի հանդեպ։ Գյուրջիևն իր առջև նպատակ էր դրել ցուցադրելու շարժումներ, գիտության մոռացված սկզբունքների և լուսաբանել այն հստակ դերը, որն այդ գիտությունը ունի հոգևոր զարգացման ասպարեզում։ Հանդիսատեսը հիացած էր անհավանական պարերով, հագուստներով և միստիկ սցենարով։ Ի դեպ, բալետի համար շատ բեմական հագուստներ
կարել էր հենց ինքը Գուրջիևը, ով նաև ստեղծել էր դեկորացիաների էսքիզների եւ աշխատում էր նաև խորեոգրաֆիկ եւ բեմադրության վրա։ Բալետում ներկայացում է երկու իրականություն։ Առաջինը հիպնոտիկումն է, որի մեջ մարդը գտնում է իլյուզիաների, պատրանքների ազդեցությանը, իսկ երկրորդը արթնանալը եւ սթափվելը, երբ մարդն ունի մտքի ազատություն եւ իր ընտրություն հնարավորություն։ Գուրջիևը գտնում էր, որ մարդիկ ապրում են հիպնոտիկ արթուն քնի մեջ։ Դա պնդում էր, որ մարդիկ իրենց սովորական վիճակում գործում են որպես անգիտակից մեխանիզմներ, բայց բավական է ուժ գործադրելու արդյունքում կարող են արթնանալ իրենց օրգանիզմի ամբողջ պոտենցիալը։ Մինչև 1934 թվականը Գուրջիևը արդեն ավարտել էր հասցրել իր աշխատությունը, առաջին երկու գրքերը եւ երրորդ գրքի մի մասը։ Այդ ընթացքում նա շարունակում էր կապ հապանել նախկին աշակերտների հետ, եւս երկու անգամ այցելում է Միացյալ Նահանգներ եւ վերջնականապես բնակվում Փարիզում։ 1935 թվականին Գուրջիևը վերսկսում է աշխատանքի աշակերտների խմբերի հետ։ Այդ գործում նրան օգնում է Ժաննա դե Սալցմանը, որը նրա հետևորդների շարքում նրան ամենամոտ ազնվորություններ եւ ավելի ուշ շարունակում է նրա գործը։ Թեև Գուրջիևի աշակերտների պատվիրված էր ծայրահեղ փակ գործել, սակայն Ֆրանսիայում նրան հետևորդների թիվն անընդհատ աճում էր, նույնիսկ պատերազմի տարիներին։ 1948 թվականի դեկտեմբերին նա վերջին անգամ այցելեց Ամերիկա եւ չնայած հիվանդությանը իր երրորդ աշխատանքը շարունակեց ընդհուպ մինչև մահ, որի վրա հասավ հաջորդ տարվա հոկտեմբերի 29-ին Փարիզում։ Գուրջիևը սկսած գործունեությունը ու դրան հետարքից հետազոտությունները նրա աշակերտների գլխավորությամբ շարունակվել է ու ընդունվել են զարգացած ֆոնդերի եւ ընկերության շրջանակներում, որոնք կազմակերպվել են արևմտյան աշխարհի խոշորագույն քաղաքների մեծ մասում։ Առաջացել են նաև մի շարք խմբեր, որոնք նրա աշակերտների հետ որևէ կապ չունեն, թեև իրենք իրենց Գուրջիևի հետևորդներ են հռչակում կամ պնդում նրա ուսմունքի հետ իրենց կապված լինելը։ Գեորգի Գուրջիևի գաղափարները լայն ճանաչում են գտել աշխարհում շնորհիվ նրա փիլիսոփայությամբ զբաղվող ինստիտուտների ու դպրոցների, որոնք գոյություն ունեն աշխարհի գրեթե բոլոր երկրներում։ Գուրջիևի ուսմունքի փիլիսոփայության եւ ստեղծած երաժշտական հանդեպ հետաքրքրությունը մինչ օրս առկա է։ Բազմաթիվ երաժիշտներ միշտակում են նրա երաժշտությունը, իսկ խոշոր բիզնեսի ներկայացուցիչները նույնիսկ նրա մտքերը օգտվելով հարստանում են։